Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական տվեց, նրա հրաժարականն ընդունվեց։ Ինչու՞։ Որովհետև աշխատակազմի հետ առնչվող որոշ կառույցներ մեղադրվեցին կոռուպցիայի մեջ։ Ուկրաինական պետությունը կարողություն դրսևորեց այդ կոռուպցիան բացահայտելու, քրեական գործ հարուցելու, ինչպես նաև բարոյական պատասխանատվության հարթության վրա խնդիր դնելու եւ արդյունքում Երմակը հրաժարական տվեց։ Այս ամենը անդրադարձավ նաև Ուկրաինայի արտաքին քաղաքականության վրա եւ Երմակը նաև դուրս եկավ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի պաշտոնից։ Հիմա այնտեղ այլ ղեկավար է։ Այս ամենը մի հռետորական հարցի առաջ է մեզ կանգնեցնում։ Իսկ ինչ կլիներ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, երբ ատրճանակը դրեցին Սերժ Սարգսյանի գլխին, եթե Սերժ Սարգսյանի իշխանությունը կոռումպացված չլիներ։ Սա շատ հետաքրքիր հարց է, որը իր պատասխանն է սպասում։